Արամ Մանուկյան։ Թույլ տվեք սկզբից շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ինձնից բացի 45 ստորագրող պատգամավորներին, որոնք միացան մեր նախաձեռնությանը, բոլոր այն խմբակցություններին եւ պատգամավորներին։ Շնորհակալություն աջակցության համար։ Հաջորդ միտքս մեր նախաձեռնությունը ամենևին կապված չէ վաղը չէ մյուսվա մեր հանրահավաքի հետ։ 18 ամիս է մենք այս խնդիրը խոստացել ենք, դա մեր ծրագիրն է եւ ընդունվի այս խնդիրը, չընդունվի հանձնաժողով չաշխատի, մենք հետապնդելու ենք այդ խնդիրը, այնպես որ դա ժամանակի հետ ամենևին չէ եւ չի տեղավորվում հենց այդ օրվա հետ։ Դա մեր խնդիրն է եւ մեր ծրագրային դրույթը եւ հետեւողական ենք լինելու անընդհատ 18 ամիս անցել է, չգիտեմ ինչքան էլ կանցնի, մենք դրա տերն ենք։ Մի քանի առաջարկ հանրապետական կուսակցության մեր գործընկերներին աշխատեք ձեր տեսակետները մատուցեն այնպիսի մարդիկ, որոնք վարկաբեկված չեն։ Դա վնասում է ձեզ, դա ձեզ որպես տակտիկական միջոց խորհուրդ, օգտագործեք խորհուրդս կշահեք։ Փոքր դիտարկում պարոն Արզումանյանի ասացին։ Պարոն Արզումանյան, ձեր նշած երկու խմբակցությունները 2 տարի առաջ իշխանության մեջ էին, եւ եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, դա ես համարում եմ լուրջ առաջընթաց, լուրջ փոփոխություն, մարդիկ հետ են կանգնել այն հանցավոր ռեժիմից, համագործակցել նրանց հետ, եւ նաեւ ընդառաջ են եկել մեր նախաձեռնություններին։ Դա շատ լուրջ քայլ է, ես կրկնում եմ, շնորհակալ եմ նրանց այդ քայլի համար։ Ձեզ ավելին ասեմ, գալու է ժամանակը, որ հանրապետական կուսակցությունը, ինչպես Լյուդան ասեց, միանալու է մեր նախաձեռնություններին, ելնելով իրավիճակից, ելնելով ճշմարտության բացահայտումից, ելնելով կոնյունկտուրայից, կտեսնեք, որ դա լինելու է այդպես, վերջին հաշվով, եթե մենք 46 ստորագրություն այսօր հավաքում ենք եւ բացակաները լիքը ունենք, ապա 46-ից ներկաներով հանդերձ 66 հասնելը շատ կարճ է տևելու, կտեսնեք, եւ ամենևին մենք չարությամբ չենք վերաբերելու այն մարդկանց, ովքեր դուրս կգան այս իշխանություններին պաշտպանելուց։ Օրինակները ակնհայտ են, պատմություն միշտ դինամիկ է, քաղաքական ուժերը միշտ այդպիսի ճկունություն դրական է թե բացական կարևոր չի ունենում է եւ ամենևին ես չեմ բացառում դա գոնե մի փաստ ունեմ այն մեր շարժումների ընթացքում հազարավոր հանրապետական կուսակցության անդամներ իրենց տոմսեր անձամբ ինձ են հանձնել հազարավոր եւ դա գնահատում եմ դրական եւ որևէ մեկը չարությամբ չլցվեք այդ մարդկանց նկատմամբ հիմա մյուսը Պարոն Ֆարմանյան, դուք մոտավորապես ասեցիք այն ինչ որ մենք ուզում էինք ասել։ Իհարկե քաղաքական փոփոխության դեպքում է որ կբացահայտվի այս հանցագործությունը։ Իհարկե, մենք չգիտենք որ քաղաքական փոփոխության արդյունքում է որ մենք կարող ենք արդարադատություն ակնկալել։ Մի քիչ դժվար է այսօր ակնկալել։ Մենք քայլ-քայլ, կաթիլ-կաթիլ ուզում ենք ձեր իշխանությունը թույլաtsնել եւ բնականաբար մարդասպանները կպատժվեն, պատվիրատուները կպատժվեն այն ժամանակ, երբ լինի իշխանական փոփոխություն։ Ուզում եմ անդրադառնալ Լևոն Մարտիրոսյանի ներողություն դիտարկման, ինչու հանձնաժողով։ Գիտեք, հանձնաժողով մենք ուզում ենք ստեղծել ամենևին։ Սա ձեր գործն է։ Գնացեք արեք, Նայրիտի հետ կապված, կենսաթոշակայինի հետ կապված, Որոտանի հետ կապված, գազի հետ կապված, ինչու ենք մենք ստիպված գալիս հանձնաժողով ստեղծում, ձեր ասած էլ պոպուլիզմով զբաղվում։ Այդ դուք արեք, մեզ անելիք չմնա։ Եթե մենք պատրվում ենք, այստեղ ասում ենք, որ չի կարելի Նայրիտը գնահատել $40 միլիոն, Որոտանը $3 միլիոն, չի կարելի այդքան այլանդակություններ, հանցագործություններ անել, ասում ենք, այս մարդ հանցագործ է, ապացուցում ենք, այս մարդ հանցագործ է, գնացեք պատժեք, չեք պատժում, ինչ անեք։ Գնացեք, այսօր ինչն է խանգարում հանրապետական կուսակցությանը, հավաքվել, քաղխորհուրդ անել եւ գնալ դատախազին կանչել հրավիրել բոլոր մարդկանց մասնագետներին, ասեք գնում ենք զուտ համարձակ քաղաքական քայլի։ Գնում ենք բացահայտելու մարտի 1-ի պատիժները, հանցագործությունները եւ պատժել։ Այդ ժամանակ մենք ասելիք ոչ կունենանք, ոչ էլ կգանք այստեղ հանձնաժողով կպահանջենք։ Հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, անզորությունից է, հարցերի հետագան ապագան չտեսնելուց է։ Գնացեք լուծեք։
Հոկտեմբերի 27-ը կասում ով է խանգարում։ Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյան դատեք, ով է խանգարում։ Մուրճն էլա ձեր ձեռքին, մեղն էլա ձեր ձեռքին։ Ի՞նչն է խանգարում ձեզ։ Ինչու չեք անում։ Այստեղ հստակ ասեք, չէ 4 հանցագործությունների մասին Ջհանգիրյանը գոնե ասեց։ Գոնե հստակ ասեց։ Գնացեք բացահայտեք, եւ այդ ծնողները կգան ձեր կողմը կկանգնեն, եւ շնորհակալություն կասեն, հասարակությունը կասի արդարադատ իշխանություն է։ Գիտեք, մենք ուզում ենք, այսպես գանք, լարվենք, ձեզ մեղադրենք, դուք պաշտպանվեք կամ վարձու սոխակներ բերեք ձեզ պաշտպանել, չենք ուզում այդ, իսեր Աստծո։ Գնացեք կարեք, ձեր գործն է։ Այ որ չեք անում, այդ ժամանակ մեր լեզուն երկարում է, մեր արգումենտները ուժեղանում են։ Արեք։ Հանցագործության բացահայտումը ժողովուրդ, հանցագործին պատժելու ֆունկցիա չունի, այն ավելի շատ մեծ ֆունկցիա ունի, մնացածներին դա ստալու խնդիր է, իրավական պաշտպանվածության ֆոնդ ստեղծելու խնդիր է, եթե պատժում ես մեկին, միլիարդավորին ասպես, այս հանցագործության համար պետք է պատժվես, դա ապահովում է հասարակության մեջ արդարադատության, օրենքը, իրավունքը պաշտպանելու մթնոլորտը։ Մենք չենք ասում, այդ 5-ն է մեղավորը, գնացեք այդ 5-ին պատժեք։ Պատժելու դեպքում հասարակության մեջ ստեղծում է մթնոլորտ, որի ժողովուրդը չի փախնում, չի արտագաղթում։ Մարդիկ այսօր 40%-ի չափով ոչ էլ գնում են սոցիալական անարդարության պատճառով, այլ իրավական անպաշտպանության պատճառով։ Հո բոլորը գիտեք այս խնդիրը, եւ ամեներին այստեղ որևէ անձի խնդիրը չի պատժելու։ Պատժելու ֆունկցիան, պատժելու քաղաքական գործոնը այն է, երբ հասարակությունում մարդը զգում է պաշտպանվածություն։ Այս կողմից եկեք։ Դուք ամենևին մի նայեք, որ հրամանը նա է տվել, այն ոստիկանն է նրա ենթական է, ապա ուրեմն չի կարելի եւ մենք էլ պետք է գնանք պաշտպանելու։ Այստեղ լուրջ բարոյական խնդիր կա, իրավականից դուրս կա բարոյական խնդիր։ Եվ ես ձեզ դիմում եմ զուտ բարոյական արժեքների պահպանման առումով։ Ձեզ փրկողակ է տրվում հանցագործությունները պատժելու, մարդկանց հայտնաբերելու համար մասնակից լինել։ Սրանից բարձր արժեք, բարոյական արժեք կարող է լինել։ Մենք ձեզ դիմում ենք, ասում ենք դուք եկեք ստեղծեք, մենք էլ ենք միանում հանցագործությունները բացահայտելու խնդրին։ Եվ դուք հիմա անկել եք շատ վարդ, շատ ծանր վիճակում։ Գաք պրոբլեմ եք ունենալու Գալուստ Սահակյանի հետ, չգաք պրոբլեմ եք ունենալու արդարության ձեր խղճի հետ։ Վերջին հաշվով գիշեր յուրաքանչյուր մտածում եք, չի անցած օր ինչ արավ։ Մարդը ամենանկեղծը այն ժամանակ, երբ ինքը մնում է իր հետ։ Երբ որ դուք մնաք ինքներդ մենակ ձեզ հետ, մի հատ հարցրեք։ Այդ դեմ քվեարկելով ճիշտ եք անում։ Չէ որ ընդհանրեն ասենք եկեք բացահայտենք հանցագործությունը։ Ոչ մեկը դահլիճում երկու օրվա ընթացքում չի ասել, որ չէ պետք չի բացահայտել հանցագործություն։ Բոլորդ ասում եք այո, պետք է պատժել, պետք է հանցագործությունները բացահայտել, բայց կներեք այսպես ձախականջով աջ ձեռքով ձախականջը, այդպես չի լինի։ Հլա մի հատ մնացեք ձեր հետ եւ ասեք ձեր դիրքորոշումը, թիմային դիրքորոշումը, ճիշտ է թե ոչ։ Թիմայինը շատ լավ է։ Բոլորս էլ թիմային զգացողությունն ենք, կուսակցականությունը թիմային է, բայց այն դեպքում, երբ թիմը անհատին ոչնչացնում է, երբ անհատի ինդիվիդուալիզմը կորչում է թիմային որոշումների մեջ, այդտեղ մարդն է ոչնչանում, բարոյականությունն է խեղճանում։ Եվ ես ես դիմում եմ հետևյալ առաջարկով, ձեր երեխեքի համար, մեկ էլ պատմության համար։ Եթե անգամ կողմ չեք կարողանալու քվեարկեք ձեր թիմին չդավաճանելու համար, ապա մի քվեարկեք կամ ձեռնպա գոնե։ Սա հետոյի համար։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում եւ նման ցանկություն չունենք եւ ձեր ցանկությունը չեն կարող իրականացնել, որպեսզի դատի տանք մեր երկրի առաջին նախագահին եւ ընդհանրապես հանրապետական ֆրակցիան, օրինաձգիր ֆրակցիան, կոալիցիան երբեք իրեն դատախազի դատավորի ֆունկցիաներ չի ստանձնել։ Դե դուք բոլորին ուզում եք դատեք։ Դա դատախազերի դատավորների թողեք։ Լավ։